Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ու հատկապես Գարեգին II-ին թիրախավորելու ֆոնին այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին ու առանձնազրույց ունեցել կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում, ինչպես նախագահի գրասենյակն է հաղորդում, նա իր լիակատար աջակցությունն է հայտնել վեհափառին, խստորեն դատապարտել հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ Հայտնի է խորհրդարանական հաջորդ ընտրությունների օրը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում այսօր հայտնել է, որ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը, նշելով, որ այս որոշումն են կայացրել հաշվի առնելով Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը։ Հանրապետական կուսակցությունը նախորդին էր այդ հայտարարությունը տարածել, առաջարկելով խմբակցությանը գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, իսկ որպես թեկնածու առաջադրել իրենց կուսակցությունից փորձառու մեկին։ Զինված ուժերում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախորդին կեսօրին ժամը 1-ի սահմանում կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել Նարեկ Մարգարյանը։ Նա Լոռու մարզի Տաշիր համայնքից էր, սոցիալապես անապահով ընտանիքից։ Զինծառայողը զորացրվելու էր 30 օրից։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2 անչափահաս տղաները նախորդին երեկոյան ժամը 9-ի սահմաններում տուն են վերադարձել։ Մինչ ազգային անվտանգության ծառայությունը ինքն էր մոլորվելու մասին լուրը հայտնելիս նշել, որ նրանք հայտնվել են Ադրբեջանի տարածքում, այսօր տարածած հայտարարությունում նշել է ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ազգային անվտանգության ծառայությունը նշում է 2 անչափահաս բնակիչների հետ զրույցից պարզվել է նրանք իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Տղաների ընտանիքի անդամները պատմել են, նրանք ադրբեջանցիների չեն տեսել մառախուղի անհետանալուն, պես տուն են վերադարձել։ Երևանի Կոմիտասի պողոտայում այսօր սպանություն է տեղի ունեցել Հարսանյաց սրահի մուտքի մոտ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է ծեծկռտուք է եղել, ինչի ընթացքում նախնական տվյալներով 1 հոգի ընկել է նկուղային հատված ու մահացել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալվել է 1 անձ։ Երևանում առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գլենդել Հիլզ թաղամասում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է տղամարդու գանձ։ Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Թուրքիայում Կուրբան Բայրամին տուժել է ավելի քան 14,000 մարդ։ Քաղաքացիները բժշկական հաստատություններ են դիմել կենդանիների զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքներով։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ 1 օրում գրանցվել է 692 ճանապարհատրանսպորտային պատահար, վթարների հետևանքով զոհվել է 7 մարդ, տուժել 1128-ը։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի ֆոնին հանդես է եկել նոր կուսակցություն ստեղծելու օգտին ու առաջարկել է այն անվանել Ամերիկա։ Ըստ Մասկի նմանատիպ կուսակցության ստեղծման օգտին է արտահայտվել X սոցցանցում հարցված ամերիկացիների 80%-ը։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հերթական խոշոր հաշվով պարտությունն է կրել։ Թիմը 3 Կոսովոյի հետ ընկերական խաղում պարտվել է 2-5 հաշվով։ Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում կհյուրընկալի Չեռնոգորիայի թիմին։ Հայաստանի տարածքում առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում հունիսի 9-ին եւ 10-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։